Դատարանի Բաքում Սամվել Կարապետյանի աջակցության ակցիան վերածվել է հանրահավաքի։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն փոփոխությանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի ազատության պահանջով են նրա աջակիցները հավաքվել հակակոռուպցիոն դատարանի դիմաց։ Նրանք վստահ են Կարապետյանի ազատ արձակմամբ կբացվի երկրում փոփոխությունների ճամփան, իսկ նրա վարչապետ դառնալու դեպքում իրական խաղաղություն կհաստատվի։ Ներկայիս իշխանությունները պահելով անազատության մեջ Սամվել Կարապետյանին խոչընդոտում են, խանգարում են փոփոխությունների շրջանի սկզբին, բայց դա նրանց չի հաջողելու։ 53 օրից ընդամենը 53 օր եւ ունենալու ենք ուժեղ պետություն, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ անվտանգությամբ, ուժեղ խաղաղությամբ։ Իրենց վերջին մեծ հանրահավաքն է ուժեղ Հայաստանի դեմ ճնշումների ուժեղացման պատճառը, վստահ են քաղաքական ուժի աջակիցները։ Ծափահարում են 3 ձերբակալված ու հետո ազատ արձակված Գոհար Ղումաշյանին, որի 40-օրական երեխան ժամեր շարունակ սոված էր մնացել։ Իշխանականները խառնվել են իրար։ Գոհար! 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 Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Դատարանը մերժել է տնային կալանքի քննիչի միջնորդությունը։ Նրանց մեղադրում են նախընտրական շրջանում բարեգործության արգելքի պայմաններում բարեգործություն անելու համար։ Ըստ մեղադրանքի նրանք մարտին անհատույց փող են տվել մարդկանց ու ծառայության մատուցում խոստացել արտոնյալ պայմանով։ Դավիթ Ղազինյանը իշխանություններին դիմելով հորդորել է հաշիվները պարզել իրենց հետ, ոչ թե քաղաքական թիմի կանանց։ Առաջին հերթին կա բարոյականության խնդիր, կռիվ ունեք մեր հետ, կռիվ տվեք, ինչ եք կանանց հետ կռիվ անում։ Տղամարդկությունից են խոսում, մեր ուժեղ թիմի տղամարդկանց հետ կռիվ անել։ Ուժեղ Հայաստանի անդամներն անդրադարձել են նաև իշխանությունների այն մեղադրանքներին, թե Սամվել Կարապետյանի նաև այլ երկրի քաղաքացի լինելը իշա Հայաստանի գործելու շուրջ կասկածներ է առաջացնում։ Այդ ոնց է լինում, երբ որ օգնության կարիք է լինում Սփյուռքից, հա, այդ ժամանակ չեն հարցնում անձնադիր, հա։ Կապ չունի անձնադիրը, միլիոններով սփյուռքահայերը կարան օգնություն տան, նույն 44 օրյա պատերազմի ժամանակ օգնությունը ցուցաբերեն, այդ օգնությունը չդիտես ուր գնա, բայց հետո դրանից հետո հենց որ պահը գա, որ մարդը ուզում է իր կարծիքը հայտնի, որպես հայ, ունենալով Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրի քաղաքացիություն, այդ ժամանակ չդիտես խի մարդը պետք է ունենա մենակ Հայաստանի քաղաքացիություն, որտեղ է նման բան գրված։ Նաև այն մեղադրանքներին են անդրադարձել, թե ուժեղ Հայաստանի ընտրացուցակը ձևավորվել է նախորդ իշխանությունների աջակիցներից, նրանց անդամներից։ Մեր երկիրը փոքր երկիր է եւ յուրաքանչյուր կարող ուժ, կարող մարդ ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի ձեով համագործակցել է ինչ որ իշխանության հետ։ Եթե դուք տեսնեք մեր ցուցակում կան նաև ժամանակին ԿՊ-ին վստահած և դուրս եկած մարդիկ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ ապացույց է, որ Սամվել Կարապետյանը միասնության կողմնակից է։ Դատարանի Բաքում հավաքված մարդիկ վստահ են, բարեգործ Սամվել Կարապետյանը կարող է միայն ոտքի կանգնեցնել Հայաստանը։ Նախ սկսենք նրանից, որ նա մեծացել է մանկավարժի ընտանիքում, արդեն Կալինինոյում, դա ամեն ինչ է ասում և նա հայրենասեր է։ Կարապետյան Սամվելը պարզ, հպարտ, հզոր մարդ է, որը կայնած է հայ ազգի կողքին, որը օգնում է միշտ հայերին, բայց ինքը ինչ արեք։ Դատական նիստի հետաձգումից հետո Կարապետյանի աջակիցները հեռացել են դատարանի բակից ուրբաթ նորից հանդիպելու պայմանավորվածությամբ։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։